Օրը շատ բարի է, լույսն էլ է բարի, երեկոն էլ է բարի, սա այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Ղուկաս առաջի գլխից եմ կարդում, Հովհաննես Մկրտչի ծնունդից։ Գիտեք, Զաքարյան ու Եղիսաբեթը երեխա չէին ունենում, եւ օրերից մի օր 1:12-ը իրականություն դարձավ։ Կարդամ. «Եվ Զաքարյան տեսնելով շփոթեցավ եւ վախ ընկավ նրա վրա։ Եվ հրեշտակն ասեց նրան. մի վախենար Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսվեցավ, եւ քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, եւ նրա անունը Հովհաննես կդնես, եւ քեզ ուրախություն եւ ցնծություն կլինի, եւ շատերը նրա ծննդովը կուրախանան, որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին, եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մոր որովայնցը Սուրբ Հոգով կլցվի, եւ Իսրայելի որդիներիցը շատերին կդարձնի դեպի իրանց Տեր Աստվածը, եւ ինքը կգա նրա առաջին Եղիայի հոգով եւ զորությունով, որ հայրերի սրտերը դեպի որդի կդարձնե եւ աննազանդները արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստե»։ Հալելույա, հրաշալի խոսքեր երկնքից։ Եվ մենք տեսնում ենք Հովհաննեսին, թանկագիներս, ով էր Հովհաննեսը, Հովհաննես Մկրտիչը։ Նա Տիրոջ ճանապարհը պատրաստողն էր, բայց ինչ պայմաններ կար իրան։ Տիրոջ ճանապարհը գինի եւ օղի չի խմել։ Եթե ես եւ դու էլ սիրնես գինիով եւ օղիով տարվենք, մարմնավոր ցանկությունով երբեք Տիրոջ կամքը, Տիրոջ ճանապարհները չեն կարող պատրաստել, սիրնես։ Խմելով հարբած վիճակով սխալ ծուռումուռ ճանապարհներ մենք կգնանք եւ ուրիշները կտանենք ծուռումուռ ճանապարհներով։ Այստեղ նաեւ զորության խոսքեր կա, ասում է. «Եվ ինքը Իսրայելի որդիներին կդարձնե իրանց Տեր Աստվածը»։ Ինչ հրաշալի է, ասես, եկեք ոչ թե լցվենք գինիով ու օղիով, այլ մեր կյանքի նպատակը լինի մարդկանց դարձնել դեպի Տեր Աստվածը։ Սա է գլխավոր պատվիրանքը։ Գնացեք, քարոզեցեք եւ մկրտեք Հոր, Որդու, Սուրբ Հոգու անունով։ Եկեք այսպիսի գործեր անենք։ Եկեք լինենք Հովհաննես Մկրտչի նման։ Տիրոջ ճանապարհը պատրաստենք, որ Տերը գա։ Ամեն։